Իսրայելը վաղ առավոտյան հարձակում է սկսել Իրանի վրա, մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել, հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթները կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Պանահի նահանգում։ Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում Նաթանզում մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ռադիացիայի արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան, ներկայում տվյալ հատվածում տեղակայված են զինվորականներ, ուժային կառույցներ, նաև օգնություն ցուցաբերող գործակալություններ։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև Թեհրանում պայթյունների մասին։ Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել հաստատելով Իրանի նկատմամբ իրականացված հարվածը։ Ըստ հայտարարության հարվածներ են հասցվել ռազմական հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, կենտրոնակայանների եւ միջուկային օբյեկտների վրա։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը եւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները եւ պաշտոնյաները։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարվածներին, մեղադրելով Միացյալ Նահանգներին դրանց աջակցելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել հարվածների առնչությամբ, խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այդ հարձակումը։ Նա հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել է մի քանի հրամանատար եւ գիտնական։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ եւ նշել, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ։ Իսրայելից Վաշինգտոնին տեղեկացրել են, որ կարծում են հարվածները անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար, նշել է Ռուբիոն Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել իր ուժերը պաշտպանելու համար եւ կապի մեջ է տարածաշրջանում իր գործընկերների հետ, ասել է Ռուբիոն։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է Իսրայելում հատուկ իրավիճակի մասին Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի կանխատեսմամբ։ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով եւ այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում։ Ասված է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Այժմ, երբ Երուսաղեմն օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանն արձագանքելու համար սահմաններ չկան եւ աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին եւ նրա կողմնակիցներին, ասվում է հայտարարության մեջ։ Իսկ Իրանի Ղոմ քաղաքի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժի խորհրդանիշ կարմիր դրոշը։ Իրանն առաջիկա ժամերին կհարվածի Իսրայելին, հայտնում է իսրայելական կան հեռուստաալիքը։ Իսրայելում հայտարարվել է տագնապի բարձր ռեժիմ, մարդիկ թաքնվել են ապաստարաններում, կրթական կենտրոններն ու գրասենյակները փակ են։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամեյնը նշել է, որ սիոնիստական ռեժիմի կեղտոտ եւ արյունոտ ձեռքերը երկարել են իրենց երկրի դեմ, նոր հանցագործությամբ ավելի քան երբևէ բացահայտելով իր չարեությունը եւ թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի, սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը եւ ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա, ասել է Խամենեինը։ Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո ԱՄՆ նախագահն առաջին գրառումն է կատարել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից, ասել է Թրամփը։ Ահմեդաբադում Էյր Ինդիա ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ, նրանց թվում են գետնին եղած մարդիկ։ Ինքնաթիռը բախվել էր բժշկական քոլեջի հանրակացարանին։ Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ողջ է մնացել 40-ամյա մի տղամարդ։ Ռուսաստանը լավ փորձ է կուտակել անօդաչու սարքերի ոլորտում եւ ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր, որպես զինված ուժերի առանձին տեսակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2027-2036 թվականների սպառազինության պետական ծրագրի նախագծին նվիրված հանդիպմանը։ Մենք մեծ փորձ ենք կուտակել, որպեսզի ստեղծենք զինված ուժերի այս տեսակը, ասել է նախագահը։ Խոսքը կադրերի պատրաստման, ժամանակակից սարքավորումների արտադրության եւ մատակարարման մասին է, որոնք կարող են ուժեղացնել զորքերի մարտունակությունը, հավելել է նախագահը։ Նրա խոսքով հակաօդային պաշտպանության ուժերը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80,000 օդային թիրախ, որոնցից 7500-ը արևմտյան արտադրության մարտավարական եւ թևավոր հրթիռներ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների հերթական խումբն են փոխանակել, այս մասին էլ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով գերիների փոխանակման այս մի փուլում ներգրաված են եղել ծանր վիրավորները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւս հաստատել է գերիների փոխանակման մասին տեղեկությունը։